Քիշը ֆրանսիական խոհանոցի կերակուր է։ Փխրուն խմորով տարդ, բաց կարկանդակ, որը բացի տարբեր բաղադրիչներից լցոնված է նաև նրբահամ սոուսով։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք քիշ կարկանդակ։ Կսկսենք խմորից, իսկ ավելի ճիշտ կսկսենք խմորի 4 բաղադրիչներից։ Գործ ենք դնում սիրելի ամանը։ Մաղում ենք ալյուր 250 գրամ։ 250 գրամ ալյուրի հետ կմաղեմ նաև 1 պտղունց աղ և կես թեյի գթալ սոդա, երկուսն էլ Մարանիկ ընկերությունից։ Ահա սրանք էին խմորի 4 բաղադրիչները։ Դու այլևս պետք չես։ Այժմ անցնենք թաց բաղադրիչներին, որի համար մեզ պետք է ձու, մածուն, խմորի համար մեզ պետք է նաև կարակ, մի խոսքով հանենք այնինչ կա։ Հետո արդեն կկողմնորոշվենք։ Նույն ալյուրի թասի մեջ 1 ձու ենք հարում։ Անմիջապես կառաջարկեմ ձուն համեմել Մարանիկ ընկերության շաքարավազով, կես թեյի գթալ։ Լավ է։ Լավ հարելուց հետո ձուն ավելացնում ենք 3 ճաշի գթալ մածուն։ Որից հետո կավելացնեմ 60 մլի սառը ջուր։ Ջուրը կարող եք շատ չանել, ընթացքում խմորի պնդությունը կարգավորելու համար դու քո գործը արեցիր, դու էլ ես ազատ։ Այժմ վերցնում ենք 150 գրամ կարակ, այստեղ 170-ը, 20-ը, կտրենք, կստացվի 150, եթե չեմ սխալվում իհարկե։ Որից հետո կարակը, սառը կարակը թավալում ենք ալյուրի մեջ և քերում։ Քերում ենք մեծ անցքերով։ Պարբերաբար թավալում ենք ալյուրի մեջ և քերում։ Կարակը քերելուց հետո տակնու վրա ենք անում և տրորում ափերի մեջ։ Տակնու վրա ենք անում և տրորում ափերի մեջ։ Պետք է ստանանք յուղոտ փշուր։ Հենց ստացանք փշուրը, ավելացնում ենք ալյուրի նախապես պատրաստած թաց բաղադրիչը և այսպես ավելացնում ենք
եւ շաղախում, ավելացնում ենք եւ շաղախում։ Խմորը շատ երկար շաղախել պետք չի։ Մի փոքր շաղախելուց հետո խմորը այսպես հավաքում ենք իրար վրա, գնդում ենք, տեղադրում ենք տոպրակի մեջ եւ մոտ կես ժամով ուղարկում սառնարան։ Քանի խմորը հանգստանում եմ սառնանում իր համար, անցնենք միջուկին։ Միջուկի առաջին բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա կաղամբն է։ Վերցնում ենք ապակի հաս, տեղադրում ենք տախ տակը, եւ կտրատում ենք կաղամբը քառանկյուն կտորների։ Վերցրել եմ 300 գրամ կաղամբ։ Կարծես թե վատ չստացվեց։ Լցնում ենք թասի մեջ, արի ինձ մոտ, համեմում ենք սա Մառանիկ ընկերության աղով, շաքարավազով եւ տրորում ենք։ Տրորում ենք այնքան, մինչև սկսի կաղամբի հյութը դուրս գցել։ Այս կերպ մշակելիս կաղամբը այն նրբահամ է ստացվում։ Հենց հյութը սկսեց դուրս տալ, թողնում ենք հանգիստ։ Որոշակի ժամանակով հետո օգտագործել են ջերմային մշակման, ենք ենթարկել ունեն ասացի ջերմային մշակում եւ հիշեցի տապակը հարկավոր է դնել կրակին։ Լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթա պտղի եւ արևածաղկի խառնուրդ, եւ բուսայուղը առաջարկում եմ համեմել խոզապուխտով։ Խոզապուխտը տապակում ենք, այն կդառնա բաղադրիչ եւ կհամեմի բուսայուղը։ Վերցրել եմ 3 շերտ խոզապուխտ։ Սա կտրատում ենք ձողիկաձև։ Հենց խոզապուխտը սկսի կարմրել, կավելացնենք սոխ։ Մինչ խոզապուխտը կարմրում է, մշակենք գլուխ սոխը։ Կառաջարկեմ 2 գլուխ սոխ։ Կտրատելու եմ փետրաձև։ Խոզապուխտը արդեն կարմրեց եւ հենց այդ պահին ավելացնում ենք սոխը։ Քանի որ խոզապուխտը իր մեջ ունի աղյություն, չեմ համեմի աղով, այլ ընդհանրապես մի պտղոնց շաքարավազ կլցնեմ Մառանիկ ընկերության, որպեսզի սոխը կարամելացվի։
շատ քիչ, մի պատխոց։ Հենց սոխը փափկեց, կավելացնենք գազար։ Գազարը կարելի է կտրատել մանր, ձողիկաձև, կարելի է քերել, որպեսզի ժամանակ շահեմ, ես կքերեմ մեծ անցքերով։ Եվ ամենահամեղ մասերը գիտենք բոլորս, թե ում ենք տալիս վերցրում թունիր վիտամիններ։ Մի տեսակ շատ անձայն ես ուտում, խրթխրթոց չկա։ Մյուս բաղադրիչը պղպեղն է, քաղցր և կծու։ Քաղցր պղպեղներից կվերցնեմ կանաչը, մեկ քաղցր պղպեղ, կծուներից կվերցնեմ կարմիր չիլին, այս փոքրիկին։ Փոքրիկին կկտրատեմ օղակների։ Կօգտագործեմ սերմերով, ինչպես միշտ ասեմ, նրանք ովքեր չեն սիրում կծու, այս քայլը ուղղակի բաց թողեք։ Իսկ քաղցրը կկտրատեմ ձողիկների։ Դուք էլ տապակվեք։ Որոշակի ժամանակով թողնում եմ ձեզ հանգիստ չայրվեք հանկարծ։ Վերադառնանք խմորին։ Հանում ենք խմորը սառնարանից, վերացնում ենք խոզությունը սեղանից, կողքնը մի խանգարի, վերցնում ենք ջեռոցի տապակը, որի մեջ պատրաստելու ենք քիշը, տապակը չենք յուղում, որովհետև մեր խմորը յուղոտ է, մեծ քանակի կարակ կա այստեղ, տարածում ենք ամբողջ տապակով մեկ և պատերով, հավասար։ Պատերն էլ պատենք խմորով։ Վերադառնանք տապակին, լցնում ենք կարելի ասել մարինացված կաղամբը։ Շարունակում ենք համեմել։ Կհամեմեմ Մարանիկ ընկերության ցիտրոնով, ուր է իմ ցիտրոնը, արի այստեղ։ Սև պղպեղով աղացած, քրքումով, ուր եմ սիրելի քրքումը, լավ խառնելուց հետո ծածկում ենք կափարիչով, այդպես ավելի արագ կեփվի կաղամբը, թող շոգ խաշվի, տապակվի, մի խոսքով շարունակենք խմորի հետ մեր գործերը։ Վերցնում ենք պատարագ հաղ և սկսում ենք ծակծկել։
Ծակծկելուց հետո խմորը որոշակի ժամանակով վարկում ենք սառնարան, ցանկալի 30 րոպեով։ Եվ պատրաստում ենք սոուսը։ Վերցնում ենք ապակյա թաս, 4 ձու ենք ջարդում, համեմում ենք մառանիկ ընկերության աղով, կես թեյի գթալ, մի փոքր էլ շաքարավազով և հարում ենք։ Զվերը լավ հարելուց հետո ավելացնում ենք 100 գրամ թթվասեր, հիսուն գրամ կաթի սերուցք, միասեռ զանգված ստանալուց հետո ավելացնում ենք 200 գրամ կաթ, այսքանը 200 էր։ Անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության քրքումով, սխտորի փոշով, կոկոսի քերուկով, այսինքն կոկոսի քերուկը ավելացնում ենք։ Փաստորեն նաև համեմում ենք, այո, այս պահին կոկոսի քերուկը իբրև համեմունք է հանդես գալիս։ Եվ վերջ, սոուսը պատրաստ է։ Տեսնենք ինչ վիճակում է բանջարեղենը։ Վերցնում ենք կրակից, կաղամբը արդեն պատրաստ է։ Թողնում ենք սառչի, հավաքենք սեղանը, որից հետո կձևավորենք քիչ կարկանդակը։ Խմորը բավականաչափ պնդացել է։ Խճողակին ավելացնում ենք սոուսի 1/3 մասը։ Տակնու վրա ենք անում և լցնում ենք խմորի թասի մեջ։ Հավասար տարածում ենք թասով մեկ։ Այս գործն էլ արեցինք։ Շատ համեղ խճողակ ենք ստացել։ Պանիր ենք կերում 100 գրամ յուղոտ պինդ պանիր։ Հարյուր գրամ պանիրը քերեցի մեծ անցքերով։ Այժմ շաղ ենք տալիս կարկանդակի բաղադրիչների վրա։ Լցնում ենք մնացած սոուսը։
Վրան քունջուտ ենք շաղ տալիս եւ ուղարկում ենք ջրոց։ Ջեռոցը կմիացնեմ 190 աստիճան, 180 աստիճան։ Եվ կթողնեմ քիշը թխվի 22 րոպե, որից հետո կարելի է ըմբոշխնել։ Քիշ կարկանդակ։ Խմորի 4 բաղադրիչների համար մաղել ալյուր, աղ, սոդա, կարագը ալրապատել, քերել, տակն ու վրա անել և տրորել։ Խմորի թաց բաղադրիչների համար ձուն համեմել շաքարավազով, հարել, ավելացնել մածուն, հարել, խառնելով ավելացնել սառը ջուր։ Թաց բաղադրիչները ավելացնել 4 բաղադրիչներին, պարբերաբար շաղախել։ Խմորը գնդել, դնել տոպրակի մեջ, կես ժամով տեղափոխել սառնարան։ Միջուկի համար թասի մեջ լցնել քառանկյուն կտորների կտրատած կաղամբ, համեմել աղով, շաքարավազով, տրորել, մի կողմ դնել, բուսայուղ տաքացնել, ձողիկաձև կտրատած խոզապուխտ տապակել, ավելացնել փետրաձև կտրատած գլուխսող, համեմել շաքարավազով, ավելացնել քերած գազար, օղակաձև կտրատած կծու չիլի պղպեղ և ձողիկաձև կտրատած քաղցր պղպեղ, ապա կաղամբը, համեմել չորացրած սիտրոնով, սև պղպեղով, քրքումով։ Խմորը տարածել ջեռոցի տապակի մեջ, պատարագաղի օգնությամբ ծակծկել, մոտավորապես կես ժամով ուղարկել սառնարան։ Սոուսի համար թասի մեջ ծու ջարդել, համեմել աղով, շաքարավազով, հարել, ավելացնել թթվասեր, կաթի սերուցք, հարել, ավելացնել կաթ, համեմել քրքումով, սխտորի փոշիով, կոկոսի քերուկով, խառնել։ Սոուսի 1/3 մասն ավելացնել խճողակի վրա, տակն ու վրա անել, լցնել խմորի վրա, հավասար տարածել։ Վրան քերած յուղոտ պանիր շաղ տալ, լցնել մնացած սոուսը։ Վրան քունջուտ շաղ տալ, ուղարկել ջեռոց։ Եփել 22 րոպե 180 աստիճան տաքությամբ, ապա մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք սպիտակ գինի, թահին, բանջարեղեն, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե բառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։